Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ Փաստինֆոյի հարգելի հետևորդներ, մենք սկսում ենք մեր աշխատանքը մեր տաղավարից եւ այսօր հյուրս լեզվաբան հայագետ Մովսես Նաջարյանն է։ Բարև ձեզ պարոն Նաջարյան։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք մեզ եւ այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել առհասարակ հայագիտության, հայերի, Հայաստանի մասին եւ առաջին հարցս այն է, թե հաճախ հնչում է կարծիք, որ գոյություն չունի հայու գեն։ Նման բան լսել եք եւ ինչ կարծիք ունեք այս մասին։ Արդյոք նման բան գոյություն ունի թե ոչ։ Շատ լավ հարց է։ Եթե իրականության նայենք, մեր գույնի մաշկ ունեցող մարդկանց բոլոր տեսակները մեր գենից են առաջացել։ Մենք նախամայրն ենք գեների։ Մեր գույնի մարդկանց մասին է խոսքը եւ ոչ թե նեղաճկների, սևամորտների, գարմրա, այսպես ասած ճակերտավորելի իրականության մեջ դեղնամորտ չկա, գարմրամորտ չկա, նրանք ունեն այլ անվանում դեղնամորտներ կոչվածները կոչվում են արծաթագույն։ Դուք եթե չինացի կողքին կանգնեք կամ ես կանգնեմ, կտեսնեք, որ իրենք ավելի սպիտակ են, քան մենք։ Դա կոչվել է արծաթագույն, իսկ մենք կոչվել ենք ոսկեգույն, ցորենագույն եւ այլն։ Իսկ կարմիր հնդկացիները եւ այլն ապուշություն է։ Գներեք էլի, կարմիր մարդ չկա։ Մեր հին հայրերը կոչել են բղնձագույն, որը շատ ավելի իրական է, քան թե կարմիր մորթով։ Չկա այդպիսի բան։ Իսկ սևամորթը կոչվել է երկաթագույն։ Սրանք ուրեմն այս երեք գույնի մարդիկ, որոնց մասին խոսեցի, նրանք ջրհեղից հետո են արարվել, նրանք գոյություն չեն ունեցել մինչև ջրհեղը։ Միայն մեր գույնի մարդն է գոյություն ունեցել 77,000 տարի մինչև ջրհեղը։ Իսկ այս տեսակի մարդիկ, այս երեք 36,500 տարվա կյանք ունեն երկիր մոլորակի վրա։ Ես գիտեմ ով է նրանց արարել, որտեղ է արարել, ինչի է արարել, եւ դրա բդուղները մենք այսօր քավում ենք։ Ով է արարել, ինչու եւ երբ։ Դուք պիտի կարողանաք համադրել 5 դագարանի տվյալները, որոշ տվյալներ իհարկե, որոնք շատ արժեք ունեն։ Մեծ մասը աղբ է, բայց արժեքավոր այդպիսի ոնց որ ասած մարգարիտներ կան 5 դագարանի մեջ։ Եվ նաեւ խորենացու տվյալները պիտի համադրեք այդ տվյալների հետ, ինչու՞ չէ նաեւ ուրեմն Մաշտոցի աշակերտներից մեկը կար, որը Եղդաղանդոցը գրեց, Եզնիկ Կողմացի, չէ, Եղդաղանդոց։ Շատ հետաքրքիր է այդ գիրքը, հակառակ որ ինքը դեմ է գնացել իր ուսուցիչին։ Մաշտոց ասում է մի քրքրեք այսօրվա լեզվով ասեմ աղանդները, նրանց մեջ իմաստություն մի փնտրեք էլի, ձեզ դրված են ամենաաստվածային իմաստությունները, դրանով առաջնորդվեք, ձեր դեմ ոչ մեկ խաղ չի լինի։ Նրանք այդ աղանդները եւ այլն, դրանք կփախչեն քո առաջ, որովհետեւ քո գիտելիքները հաստատում են աստվածայինը։ Իսկ Եզնիկ Կողմացին սուրը ջոջելով գնացել է աղանդավորների դեմ պատերազմ հայտարարելու, ինչը ճիշտ չէր, բայց փառք Աստծո, որ ինքը արել է այդ գործը, որովհետև այնքան դերակցություն է մեզ ավանդել դրանով, ինքն էլ չհասկացել, թե ինչ է գրում, իբր թե պաշտպանում է հայ եկեղեցին քրիստոնեությունը, բայց նաև ավանդում է նախաքրիստոնեական
Ետ ջրհեղյան, լիքը գիտելիքներ, խոսում է Զրվանի մասին, ասում է Զրվանը դա Սուրբ գրային սեմն էր, սեմը այսօր շատ հագասական բաներ են խոսում սեմի դեմ, իբր թե սեմականները, սեմիտները եւ այս անունները որ տվեցի վերջի երկու դրանք շինզու արհեստական եզրեր են, որոնք իրականության չեն համապատասխանում։ Սեմական, սեմի ժողովուրդներ, սեմի զավակներ եւ այլն, այդպեսի զավակներ չկան իրականության մեջ։ Սեմիտական իբր թե հրեաները, ասորիները, արաբները սեմիտական ժողովուրդ են, բայց մենք տեսնում ենք այսօր ում դեմ են կռվում, աղբոր դեմ են կռվում, իրականության մեջ այդպես էլ կա, եղբայր դեմ են կռվում, իրականության մեջ այդ եղբայրները նույն գույնի, նույն տեսակի ծագում ունեն, մեզանից են ծագում, բայց մի մոռացեք Սուրբ գրքի մեջ Ադամի եւ Եվայի երկու որդիները ովքեր էին Աբել Կաին, ճիշտ է, Աբել եւ Կայինը ինչ եղավ, Կայինը եղբորը սպանեց, այսինքն երկու եղբայրներ էին, բայց նախանձի պատճառով, զուտ նախանձի պատճառով եղբայրը եղբորը սպանեց, դա դգիրության դրսևորում է իհարկե, որովհետև Աստված ամեն մի ծնվող երեխու տալիս է շնորհ, որ այդ շնորհը զարգացնի դրանով ապրի, մենք փոխանակ այդ շնորհը զարգացնելու, նրանով ուրախանալու, մենք նախանձում ենք կողքիններին, ինչի համար քրդինք թափեմ, չէ, ավելի հեշտ է դիմացինի ունեցվածքը կողոպտելը, նրան սպաննելը, հարստանալը, դե աշխարհը ինչ է ասում, աշխարհի բոլոր հեռուստացույցերը, Google-ները, ես եմ ինչեր ասում եմ, մեկ անգամ ենք ծնվում, պետք է վայելենք, այս սխալ ուրեմն փիլիսոփայությունը թերի չէ, սխալ է ուղղակի։ Այսօրվա այս եղբայրասպանության եմ մաղում մարդկանց, բարձապես։ Ես մի անգամ եմ ապրում, ինչու ինքը պիտի վայելի, խլեմ, ես կվայելեմ, միշտեր քրիստոնեական գրոնքը և նախաքրիստոնեական մեր հավատալիքները ցույց են տալիս, որ մարդ արարածը անընդհատ վերածնվում է, դրա համար ասում են մահ չկա եւ այլն, չէ, իրականությունը սա է, որ անձը, հոգին, ես պիտի ասի ոչ թե հոգին, մեր եկեղեցին հոգի է ասում, իրականության մեջ ահուրը աուրան, այսինքն, ահուրը դա անմահ է, ահուրը ինքը գիտակցությունն է, որը ուղեղի մեջ է գուդակված, իր ամբողջ կյանքի ընթացքում, նա է անմահը, նա է, որ գնում է Աստծո մոտ, այնտեղ բահ է դրվում, դատաստանի օրվա համար եւ այլն։ Խնդիրը սա է, որ մարդը ասում է Մաշտոց, մարմինը հոգնում է մարդու, դրա համար թողնում է այս աշխարհը եւ անձը, այսինքն աուրան հեռանում է, որպեսզի կրկին վերա մարմնավորվի։ Պիտի ասեք Հնդկաստան հասանք, հինդուիզմը քարոզում ոչ, ուղղակիորեն Մաշտոցն է ասում, եթե դուք Մաշտոցին չեք ընդունում, ինձ հետ մի խոսացեք, խնդրեմ, դուք որպես քրիստոնյա չեք կարող գոյատևել, եթե Մաշտոցին չեք ընդունում իր հաճախաբանում ջարք երգով, եթե դուք խորենացուն չեք ընդունում որպես իսկական ճշգրիտ
պատմաբան շկրիտ տվյալներով ինձ հետ մի խոսացեք, որովհետև ովքեր որ աղավաղել են, իմ աչքից առաջից, իմ ձեռքից փախուստ չունեն, ես ամեն ինչ կարողացել եմ ճշգրտել, օրենացին ճշգրիտ տվյալներ է տվել, շատ ճշգրիտ, եւ այնքան մեծ գիտնական է եղել, որ մեկ նյութի շուրջ ոչ թե մեկ տվյալ է տվել, այլ 3 տվյալ է տվել, որպեսզի կարողանաս համեմատել եւ հասնել ճշմարտության։ Այսպիսին է։ Ինչ որ է, կարևորը մարդկանց խաբել են, որ մեկ կյանք եք ապրելու։ Վերջացա դրանից հետո մեկ էլ իրավ բան չունեք, հնարավորություն չունեք, միշտեր Մաշտոց ասում է, ով որ աստվածահաճո աշխատանք է դարել երկրի վրա, այսինքն արարչությամբ է զբաղվել, գործել է, ստեղծագործել է, բարիք է ստեղծել մարդկանց համար, շրջապատի համար, այն նրա մարմինը, որ հոգնեց, գթողնի աուրան, գգնա եւ գվերամարմնավորվի նոր մարմնով, նոր մամայի, բաբայի խնամքի տակ եւ շարունակի իր գործը, ինչ որ արել է։ Ուրեմն իսկ ովքեր որ չարիք են գործում, չարիք են բերում մարդկության աշխարհի ընդհանրապես, ասում են նրանք պիտի ստանան բոլոր մսեղենների գերբարանքը։ Ձեզանից ով կուզենա ասում է անասունի, կենդանի կարգավիճակին անցնել մարդ ծնվելուց հետո։ Դա ասում է ահավոր անկումային երևույթ է, որովհետև կենդանիները ազատ ընտրության իրավունք չունեն։ Երկիր մոլորակի վրա միայն մարդն է, որ ունի այդ իրավունքը։ Աստված տվել է մեզ դա։ Այսպիսին նյութեր։ Դուք հայտարարել եք ձեր հարցազրույցներից մեկում, որ կա հայերի ոչնչացման 2500-ամյա ծրագիր։ Ես կխնդրեմ մեր հեռուստադիտողների, YouTube-յան ալիքի դիտողների համար եւս մի փոքր մանրամասնեք, թե ինչ է դա իրենից նշանակում եւ ինչ է մեզ սպասվում։ Մենք Դիկրան Երվանդյան անով թագավոր ունենք Աքեմենյան գայսրերի ժամանակ, Բարսիկ։ Եվ Աքեմենյան երկրորդ գայսրը Դիկրանի ընկերն էր, մանկության ընկերը հենց։ Միասին են մեծացել։ Եվ բնական է, որ իրար հետ էլ պիտի համագործակցեին։ Եվ այդ շրջանին գար մի այլ բերություն եւ թագավոր, որ կոչվում էր Մարերի թագավոր, Մարաստանի թագավորություն։ Եվ Մարերի թագավորը փոքր թագավոր չէր, նա էր մեծ գայսր էր, կարելի է ասել, դիրույթներ էր դիրապետում։ Երբ որ Աքեմենյան երկրորդ հարկայից արքան եկավ իշխանության, ընկերը մեր Դիկրան Երվանդյանի սրա փորի մեջ մտավ կասկած, որ կարող է սրանք միանան իրար եւ ինձ վերացնեն մեջտեղից։ Դրա համար ինքը առաջ կառնելու բաներ արեց, քայլեր արեց։ Մեկը դա ուրեմն Դիկրանի նամակ գրեց, որ ախպեր ջան, մենք հարազատներ ենք, սա ենք, նա ենք, արի ասում է քո քրոջը ինձ կնության ուղարկիր, որ արյունով էլ հարազատ դառնան կամ միջականորեն մեր բարեկամությունը ոչ ոք չկարողանա խախտել։ Դիկրանը մի ամիթ հայ էր, սիրով ասեց, Դիկրանուհի ջան, գնա աս այժդահագին։ Դիկրանուհին հավաքվեց, գնաց, առաջի ուրեմն թագուհիներ գային իհարկե մարերի թագավորները, այսինքն ընդհանրապես հին արքայական բալադներում միագնություն չկար, այլ բազմագնություն կար,
Եվ Տիգրանոհուն ինքը գարկեց թակույների թակույ։ Եվ ասում է խորենացին, ասում է ամեն ինչ որ որոշում որ պիտի կայացներ, աշտարակը անպայման խորհրդակցում էր Տիգրանոհու հետ։ Նրա համաձայնությունը առնելուց հետո էր որ իրագործում էր, կատարում էր այդ որոշումները։ Այս ցեով ասում է ուզեց սիրաշահել Տիգրանոհուն, ցույց տալ որ ինքը նվիրված է որպես ամուսին իրեն ամեն ձեով։ Եվ վերջում ասեց Տիգրանոհի, ասեց դու գիտես ասում է քո եղբոր կանայք նախանձում են քեզ, որովհետև թակույների թակուի ես, իսկ իրենք թակուի են բարձրապես։ Ուրեմն նախանձում են, ուզում են որ Տիգրանը պատերազմի իմ դեմ եւ ինքը դառնա արքայից արքա եւ գինը դառնա թակույների թակուի։ Արի ասում է մի քիչ երկուսով միասին մտածենք։ Դու ասում է դրան կողմ ես որ մեզ վերացնի եղբայրդ, թե ասում է դու եղբորդ կողմնագից ես։ Եվ Տիգրանոհին ասում է ոնց դու իմ ամուսինն ես, ոնց կարող ես քո դեմ լինել։ Այսպես խորամանկում է իհարկե, իմաստուն է գտնվում, բայց եղբորը նամակ է ուղարկում, որ այսպես է, սմարտը չար նպատակներ ունի, եւ դրա համար Տիգրանը զորք է հավաքում, երկար ժամանակ մի քանի ամիս այդ զորքը դանում բերում է Սկոմենգոմ, մինչև որ քրոջը ազատի։ Քրոջը ազատելուց հետո հարձակվում է եւ իհարկե պատերազմը հաղթում է նաեւ Աքեմենյան երկրորդ կայսրի աջակցությամբ։ Եվ մարերի կայսրությունը, այսպես ասած, չեզոքացվում է։ Այս մարերը ով որ մնաց, իհարկե հսկայական կայսրություններ, իշխաններ ունեին, նախարարություններ ունեին։ Ահագին մարդիկ փախում են, ծրվռվում են աշխարհով մեկ, ստերից մինչև Մարոկկո, մինչև ուրեմն Միջին Ասիա, այնտեղ փոքր թագավորություններ են հիմնում։ Եվ այդ թագավորությունները օրինակի համար մի հատ քաղաք կա, որ մինչև գոյություն ունի Միջին Ասիայում, դա նշանավոր քաղաք է եղել առևտրական շատ երկար ժամանակ, հիմա էլ երևի չգիտեմ, այդտեղ չեմ եղել Ուզբեկիստանում։ Այդ քաղաքի անունը Սամարղանդ է կոչվում այսօր։ Ռուսական, սովետական ատլասի մեջ այդ քաղաքի անվան գողքին բաղագծի մեջ դրված է հին անունը Մարաղանդ, Սամարղանդ, Մարաղանդ։ Իսկ աղանդը գիտեք ինչ է։ Ինչ է։ Անգլերեն land բառն է։ Հայերեն բառը որ գնում է օտար երկիրներ, այսինքն էքսպորտ է գնում, հա, ձայնավորը առաջի բառի ուրեմն ձայնավորով սկսող բառի առաջի ձայնավորը ընկնում է։ Աղանդից ան ընկել է, ղանդը մնացել, ղանդն էլ լենդ է դարձել եւ Մեյրիլանդը, Մարաղանդը մարերի հող է նշանակի։ Աղանդավորը հողին կապված, այսինքն նյութաբաշտ կնշանակի։ Այնպես որ հակասություններ չկան մեր ասածների մեջ։ Այստեղից մինչև Ամերիկա, Մեյրիլանդ նահանգը, որ մարերի լանդ է, Մարոկկոն մարերի երկիր է, դրա համար առաջին
արաբական աշխարհ երկիրը, որը Իսրայելի հետ հարաբերություն ստեղծեց, դա Մարոկկոն էր։ Իրենք իրենց եղբայրների հետ պիտի որ բարեկամ լինեն։ Այո։ Իսկ ի վերջո ո՞րն է այդ ծրագիրը։ Հիմա այս մարդիկ դարեր շարունակ պատրաստվեցին վերացնելու համար նախ Պարսկաստանը իրենց ճանապարհի վրա։ Միջին Ասիայից պիտի գային Պարսկաստանը վերացնեն կամ իրենցով անեն։ Հետո նաև Հայաստանը պիտի վերացնեն։ Այսօր այդ աշխատանքը շարունակվում է, ինչպես տեսնում եք, համաշխարհային կետնի վրա։ Եվ ճշմարտաբար ուրեմն նրանք միջին դարերում, երբ որ մի քիչ թուլացավ բարթևական իշխանությունը Պարսկաստանում, նրանք կարողացան բալատական հեղաշրջում կատարել, հենց պալատի մեջ բարթևական արքային սպանեցին։ Սպաննողը Սասանյան Արտաշիրն էր, որը ունի ինձ ծագում։ Ուրեմն Սասանյանները 600 տարի մոտավորապես իշխել են Պարսկաստանում, առաջին 300 տարին իրենց կոչել են կայենական եղբայրասպանների սերունդն են, օդար չեն մեզանից, նույն արունն են գրում, են որ ասում են արյան կոդերով կարելի եւ այլն, չի կարելի այդ միջոցներով, կամ գլխու ձևով եւ այլն, չէ, մարդուն իր մտքերով, ասածներով պիտի դատես եւ ոչ թե մաշկի գույնով, արյան կոդով եւ այլն եւ այլն։ Նրանք իհարկե գիտություններ են, ինչ որտեղ, ասենք թե բիդանի են, տադականական եւ այլն հետազոտությունների ժամանակ կարևոր են, բայց մարդու տեսակը որոշող հանգամանքներ չեն, իրականություններ չեն։ Մարդը իր արարքով է, որ քննվում է եւ կամ Աստծո հետևորդ է, կամ Աստծո դիմացող է, գլորիալ հրեշտակի գոմնագիցն է։ Այնպես որ այս մասին մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ այս մարդիկ երկար շունչ ունեն, աշխատասեր են իհարկե, բայց իրենց աշխատասիրությունը ոչ թե մեր տեսակի ավելական սերունդների տեսակի աշխատասիրությունն է, այլ իրենք հետազոտում են, քննում են շրջապատը լավ, մինչ դու աշխատում ես գլուխդ կախ, ստեղծագործում ես, արարում ես, իրենք հետազոտում են եւ հենց ավարտեցիր ձերքիցդ խլում դառնում են իրենց գործունեությունը սրա մեջ է։ Գոհ ավազակների սերունդներ են։ Այո, ինչպես ասենք թե Իսրայել ժամանակին ֆրանսական ատոմական ատոմի, չգիտեմ, նավը գողացան եւ ատոմ ստեղծեցին իրենց երկրում դրա հիման վրա։ Այսինքն ոչ թե քրդինք թափելով դեր հասնել, այլ ուրիշի ունեցածները սեփականացնելով, յուրացնելով ամենահեշտ ձևն է աշխարհի վրա։ Որովհետեւ իրենք չեն ընդունում դադաստան վերջին։ Չեն ընդունում, որ մարդասպանությունը պիտի դատվի, պատասխան պիտի տան իրենք վերջ-վերջո էս ամբողջ իրենց արածների համար։ Ես ցավում եմ իրենց համար, ուղղակիորեն։ Մեկ խոսքով, ես ամենը սկսել է 2500 տարի առաջ, երբ որ Տիկրան Երվանդյանը վերացրեց մարական թագավորությունը, այսպես ասած, եւ նրանք հերու գնացին, հերուից կամաց եկան, դիրացան Պարսկական իշխանության Սասանյան անունով, հա։ Հայաստանում չկարողացան, որովհետեւ
դրթադը բանը Խոսրով առաջինը 10 տարի անընդհատ հարցակվում էր իրենց երկիրը քարոքամ դրանում եւ այլն, բայց վերջիվերջո էլի դավադրական միջոցներով այդ կողավազակի բնույթն է, էլի դավադրությունը, դավաճանությունը եւ այլն դրանց հնութագիրն է եւ կարողացան մեր Խոսրով առաջինին դավադրաբար սպանել դալ եւ ահագին ժամանակ մենք զրկվեցինք մեր պետական կառույցից եւ ենթարկվեցինք իրենց, բայց եւ այնպես հետո եկավ Խոսրովի որդի Դրթադը եւ վերականգնեց իր հոր թագավորությունը եւ չկարողացան իրենք իրականացնել հայ ազգի այդ ժամանակ հայ ազգի ասենք իրենց մեջ լուծելու խնդիրը, ասենք Պարսկաստանում ամբողջ պարսիկները դարձան մոգաբաշտ, կրակաբաշտ եւ այլն եւ մեզ էլ բարդադրում էին որպեսզի մենք էլ դառնանք, բայց լսեք մեր պատմաբաններից կամ այսպես կոչված ճագերտյալ պատմաբաններից ոմանք մեր պատմաբաններին ասում են թե սխալ մեկնաբանություններ են արել քրիստոնյա հայերեր են եղել դրա համար քրիստոնեության գոմը բահելով այդպիսի բաներ են գրել Վարդանանց պատերազմը Վարդանը ինքն էր ես իմ հայ ժողովրդի թշնամին եւ ոչ թե վասակցությունին եւ բանը Մերուժան Արձրունին միշտեր Մերուժան Արձրունին ինքը ընդունել էր այդ իրենց կրոնքը սատանայաբաշխությունը ընդունել էր եւ Հայաստանում էր ստիպում էր որ այդ պաշտամունքի հետևից գնանք եւ վերջո երբ որ դուք այսին պատմաբանները իհարկե ժողովրդին ես չեմ մեղադրում ժողովուրդը որտեղից իմանա եթե պատմաբանը չգիտի պատմաբանը այդպիսի բան ասում որ Վարդանը սրիգայի մեկն է մեր պետական շահերը այդպես կպահանջեին որ մենք Սասանյանների հետ լինենք դու չգիտես Սասանյանը ով է ոնց կարող ես դադել չէ ժամանակի ջոջերին որոնք գոմնորոշվել են դեպի քրիստոնեություն մեկ խոսքով մեզ չկարողացան այդքան ժամանակ ծունկի բերել նույնիսկ 15 թվականի ցեղասպանությամբ չգրցան մեզ ծունկի բերել մեր եկեղեցիները կառուցեցին աշխարհի 4 կողմերում մեր դպրոցները կառուցվեցին Սփյուռքում մեկ խոսքով մեր լեզուն շարունակեց գոհատևել բայց եւ այնպես իրենք այսօր ավելի ուժեղ դիրքերում են, որովհետև ամբողջ նյութական աշխարհը իրենց ենթակա է։ Դիրում են նյութական աշխարհին, բայց չեն կարող դիրել հոգևոր աշխարհին, ինչը ցույց է տալիս Պարսկաստանի օրինակը։ Հոգևոր սկզբունքներ ունեցող մարդիկ չեն ենթարկվելու նյութականին։ Նյութականը, ինչպես սուրբ գրքի մեջ է ասում, աշխարհը դվի սատանային, սատանան երկրի իշխանն է այսօր, այսինքն նյութաբաշխներու իշխանությունն է իր մոլորակի։ Բայց եւ այնպես ինքը հաղթեց, Հիսուսը հաղթեց սատանային, այդ լեռան վրա, չէ, փորձության եւ այլն։ Եվ ցույց տվեց իր օրինակով, որ սատանան միշտ էլ պիտի պարտվի։ Ինչքան էլ իրենք 50 տարվա, 100 տարվա, 2500 տարվա ծրագիրներ որոճան միևնույնն է իրենք չգիտեն Աստծո ծրագիրները եւ այդտեղ պիտի ծախողվեն անպայման ցավալի է ասել որ աշխարհը այսօր հիմնականում գնացել է նյութաբաշխության հետևից մինչև դպրոցներում երեխաներին դաստիարակում են նույն
ոճով, նույն տեսլականով, միշտեր հոգևորը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, որովհետև հոգևոր, որ ասում ենք, ընդհանրապես մարդիկ հասկանում են վերացական ինչ-որ բաներ, օդի մեջ այսպես չերևացող վերացական բաներ, որոնք ում են պետք, ոչ մեկին պետք չեն, հոգի կա, հոգի չկա, էսա այնա, չէ, միշտեր հոգևորը դա գիտական դաշտն է, եթե մարդուն գիտության բանալներ են դրվում, դրանք դրվում են Աստծու կողմից, աստվածային ուժերի կողմից, ինքը իրենից ոչ բան չի կարող ներկայացնել, մարդ արարածը, եթե միջամտություն չլինի վերևից, այդ գիտելիքները դրվում են դիեզերքից, որպեսզի առաջնություն լինի երկիրի վրա, իսկ եթե մարդը դա ծառայեցնում է չար բաների, նպատակների, իրենից խլվում են այդ հնարավորությունները եւ դառնում են, ասենք թե մեծախոսիկներ, որոնք ոչ մեկին պետք չեն։ Տեսեք, դուք խոսում եք հոգևոր արժեքների, ազգային արժեքների մասին, մենք այսօր ականատես ենք լինում, որ Հայաստան էլ է մտնում միասեռականությունը, սա ինչ է նշանակում, արդյոք սա կարող է փաստել, որ հայերը ճիշտ ուղուց շեղվել են, եթե որպես այդպեսին կա։ Տեսեք, խնդիրը սա է, մարդկության վաղ ժամանակներից էլ այդպիսի երևույթներ եղել են, որ ասենք չի եղել արհեստական է, չէ, եղել է, մարդիկ կան, որ իրենց գառուցվածքի մեջ, ինչ են ասում դրան, հորմոնների մեջ խախտում է լինում, հորմոնալ խախտումը դա հիվանդություն է, տղամարդ է, բայց նա մեզ աղջիկական շարժումներ ունի, ձգձգում է եւ այլն, դա հորմոնալ խախտում է, դրան պետք է բուժել, ոչ թե դա քաջալերել, որպեսզի մնացած նորմալ երեխաները դառնան նրա նման։ Նույն աղջիկների բարակային, ասենք, կային իմ շրջապատում ուսանողներ կային, ուսանողի, տղամարդու նման էր, ասեցի աղջիկ ջան, գնա այս բաները արա, ես գիտեմ ոնց կարելի այդ հանգամանքները, ասենք թե օգտակար լինել, որ լուծվեն, ասի նախ շալվարը թանի, փեշակի վերջ պետք է ամուսնանաս չէ, աղջիկա կերպարանքի մեջ մտիր, հետո գնա այն սնունդները գեր, որոնք իքական բնույթի են, որպեսզի իքականությունը ավելանա, դու վերջ աղջիկ ես, մեկ խոսքով չգիտեմ, այդ աղջիկը հետո ամուսնացավ կարծեմ, ասած ինչ է, այդ երևույթները քաջալերել որպես երրորդ սեր, ախպեր ջան, երրորդ սեր չկա, եթե լեզվաբան որպես նայենք, ուրեմն դա լեզուներ, որոնք ունեն երրորդ սեր, ասենք ռուսերենը, ֆրանսերենն էլ ունի, բայց մարդիկ չունեն։ Չէ, խնդիրը բարի սխալ օգտագործման երևույթ է, ոչ թե դրանք սեր են, ես կարող եմ գիտականորեն բացատրել դրանք, գիտականորեն, ուզում եք լսել։ Ուրեմն դան չեզոք բնույթներ, դրանք սեր չեն, օրինակի համար, երկաթը դրեցինք ջրի մեջ և հանեցինք, ինչ պիտի լինի, պիտի անմիջապես ժանգոտվի, ոչ, չէ, եթե երկար ժամանակ մնաց ջրի մեջ, կժանգոտվի, ճիշտ է, ուրեմն ժանգոտվելու համար ինչա պետք, ժամանակ է պետք, ժամանակը այդ երրորդ ոչ թե սերն է, այլ երրորդ հանգամանքն է, որը օգնում է ինչ-որ պրոցեսների գործունեության իրականացման, այս ժամանակ դարի մասին ենք խոսում, ուրիշ, ուրեմն քիմիայի մեջ
երկու տարբեր սերի իրեր բերում ես, նյութեր բերում ես լաբորատորիայում, եթե փորձարկում ես անում, բերում ես եւ խառնում ես իրար։ Սրանք տարբեր սերի են, պետք է ռեակցիա տան, չէ՞։ Տար բաղադրվեն, այրենով ասեմ, հա։ Ուրեմն ոչ մեկ ռեակցիա չի լինում, այդ ոնց եղավ, ինչու եղավ։ Քիմիկոսը գիտի, այդ ամանի դագը մի հատ մոմ ավարում, երբ որ ջերմություն են ստանում, իրար ձուլվում են իրար մեջ։ Նույնը մարդու բարակայում, ուզում եք լսել։ Ես և ընկերս ամեն օր քայլում ենք այս ձեր փողոցով, ամեն օր քեզ տեսնում ենք, բայց չենք ճանաչում։ Տեսնում ենք, ոնց որ ասած, բանի դեր չենք դնում, աղջիկը անցավ։ Մի օր ասում եմ, ընկերոջս ասում եմ, ես ինչ սիրուն աղջիկ է։ Ընկերս տեսնում է և հանկարծ իր մեջ ինչ-որ բան է եռում, այդ աղջիկը հանդեպ, և արդյունքը դա եղավ, որ ամուսնացան։ Ուրեմն, այստեղ ես, որպես միջնորդ, չէ, ես ձեր ամուսնության արանքը չեմ մտած, ես որպես երրորդ սեր, չեմ մտնում ձեր երկուսի արանքը մարդու կնոջ։ Ես պատճառ եմ հանդիսանում, որովհետեւ այդ միասնությունը կատարվի, նույն այդ քիմիայի մոմի դակության խնդրի նման է, հա։ Ուրեմն սրանք երևույթներ են, ֆիզիկական երևույթներ են, որոնք կան երկրի վրա, լեզուների մեջ էլ կան, բայց պետք է այդ սրեդնի ռոդ կոչվածը, ռոդ չի ինքը պիտի փոխել, ֆակտոր պիտի ասես, միջնորդ է, պատճառ է, հանդիսանում ինչ-որ երևույթի կայացման։ Նրանք սեր չեն, ասենք օզոնային շերտ եք ասում, գազերի տեսակներ կան, որոնք էլի չեզոք են, ռեակցիա չեն տալիս, ոչ մեկ բան չէ, ֆիզիկա է, չէ, սա ֆիզիկայի օրենքներ են, բնության օրենքներ են, ուր կփախնենք դրանից, բայց դնել ասել, որ երրորդ սեր կա, դա արդեն մարդասպանություն է, այսքան։ Շնորհակալ եմ շատ, պարոն Նաջարյան։ Փաստինֆոյի հարգելի հետևորդներ, այսքանն էինք պատրաստել, իսկ Փաստինֆոյին առաջարկում եմ հետևել նաև այլ սոցիալական հարթակներում, այդ թվում Instagram-ում, Facebook-ում, Telegram-ում, TikTok-ում, իսկ մեր պաշտոնական կայքեջը փնտրեք Google հարթակում, որոնելով 3w.pastinfo.am։ Կհանդիպենք։